Նետանյահուն մեծ հաշվով շատ երկար ժամանակ փորձում է վերջերս բավականին լուրջ քննարկում էր ԱՄՆ-ի բանը չեմ հիշում որ ալիքներ տնտեսագետները ասում են որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ թե Իսրայելի հետ միասին են կռվում Մերձավոր Արևելքում, այլ Իսրայելի փոխարեն են կռվում, ինչը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ի հարկանիշին, սա նույն բանն է, նախ եւ առաջ ասեմ, որ Իրանի հիմնական գնողը բանի, իրանական նավթի հիմնական գնորդը, դա Չինաստանն է, եւ եթե Տրամպը պատրաստվում է վախեցնել Չինաստանին 500% բաներով, տարիֆներով, դա փոքր ծիծաղալի է, որտեղ ոնց որ Չինաստանը արդեն ասել է, որ չեն վախում, ու մի 125 էլ ինքն է դրել Տրամպի, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրանքի վրա, այնպես որ ինձ չի թվում, որ սա կաշխատի։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Տրամպի շրջապատում կան մարդիկ, ովքեր ենթարկվելով լոբիստական ճնշման ցանկացան տապալել process-ը։ Ցանկացան տապալել process-ը ինչու, որովհետև մեծ հաշվով երկրորդ հանդիպումը, որ եղավ, ինքը լավն էր, ինքը դրական էր եւ բոլորը դրական էին գնահատում, բացի դրանից ամբողջ աշխարհին բացառությամբ անձամբ Բիբի Նետանյահուից ձեռք է տալիս, որ Մերձավոր Արևելքում ամեն ինչ օքեյ լինի։ Գոնե առնվազն այս պատերազմի սպառնալիքները չլինեն։ Նախ այդ բանը Պենտագոնի ղեկավարը, որ ռեպոստ արե Տրամպի փետրվարի վերջի, թե մարտի սկզբի այդ բանը, որտեղ որ ասում են մենք տեսնում ենք, հա, որ դուք հութիներին եք տալի, այդ իրոք վաղուց է։ Այսինքն ինքն էս չի որ շատ մի խելացի անձնավորություն է, ընդհանրապես ամերիկյան բանակում իրան համարում են հիմար գյադա, ադմիրալները տենց էլ ասում են, այս վերջերս էլի կոնֆլիկտ է ինքը ունեցել գլխավոր շտաբում ԱՄՆ-ի, ինքը իրոք շատ վատ լրագրող է, ինքը մարդ է, ով իր կնոջ հետ քննարկում է ռազմական օպերացիաներ, սիգնալում էլի, այսինքն նույնն է, ինչ որ էս նախորդ խոսնակ խորհրդական անվտանգության Սալիվանի տեղը որ եկել էր այդ կապը հանեցին ուղարկեցին մակ։ Հիմա աչքից սրա գլուխն էլ է քոր գալի, ինքը տենց ուզում է շատ դուր գա բաներին, լոբիստներին, իսրայելական, որպեսզի իրա պահեն։ Էսա ես համարում եմ, որ սա ներքին քաղաքական թեմա է, որովհետև անմիջականորեն Իրանի հետ էս սրացումը, էս անիմաստ բաները ոչ մի նշանակություն չունեն։ Տրամպի ասածը ընդհանրապես այնա, որ ինքը հայտնի է, ինքը Ռուսաստանի վրա վախեցավ, որ էլի կձգձգի Իրանը, ոնց որ Ռուսաստանն է ձգձգում։ Դրա համար ասում է, ոչ մեկ պետք է Իրանից նավթ չառնի, ինչի համար, որ ինքը Իրանը ժամանակ չունենա, որտեղ եթե իմ նավթը առնում են, ու ես կապնված չեմ այդ մնացած ռեսուրսներով, որոնք սակավ են եւ պակասում են։ Ես կարող եմ բավական երկար նստեմ քննարկեմ ինչի վրա շուրջ կպայմանավորվենք, ինչի շուրջ չենք պայմանավորվի, բայց եթե իմ նավթն ու գազը ոչ մեկ չի առնում, հա ու ես խնդիր ունեմ ինչ որ հետո այդ գումարները մի կերպ վերացելու թվերի որպեսի, չգիտեմ, ցորեն առնեմ ժողովրդից պահեմ, ես մի քիչ ավելի արագ կբանակցեմ, սրա մասն է խոսքը, որ ես տենց եմ գնահատում, որովհետեւ հակառակ դեպքում սա լրիվ անտրամաբանական է։ Չնայած Տրամպը այսօր հայտարարել էր, որ ինքը համարում է, որ Ամերիկայի երեխաները չպետք է շատ տիկնիկ ունենան, ու իրանց երկու տիկնիկը բավարար է։ Տենց պետք չի, որ իրանք տիկնիկ ունենան, որտեվ տենց է, որտեվ ասենք, մի քիչ էլ այդ տիկնիկները պետք է թանկ լինեն։ Բառից բուն իմաստով ասել են, այս քո տարիֆների պատճառով Չինաստանից Քրիսմասին չենք կարողանում պատվերները բերենք, ասել են ոչինչ, թող երեխեքը տիկնիկ չունենան։ Ինչ պարտադիր է երեխեն տիկնիկ ունենան, մի քիչ ինքը բան է, էմպաթիա չունի, այդ գիտենք, որ ինքը էմպաթիա չունի, բայց որ այս կարգի բացատրություն կտա,
նախագահական 100-րդ օրվա կապակցությամբ, որ գիտես ինչքա պետք է Ամերիկայի երեխեքը տիկնիկ չունենան։ Այսինքն դուք համարում եք, որ անհանգստանալու կամ այս ամենը չի վկայում, որ ամպերը սև ամպեր են Իրանի։ Ասում են Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տանը մարդիկ բլակնոտներ ունեն։ Այդ բլակնոտների մեջ գրում են Տրամպի ամեն մի բլթոցը։ Եթե նույն բլթոցը 3 անգամ կրկնվում, անոր սկսում են կիրառել։ Բացի դրանից ինքը ABC հարցազրույցում ասել է, որ իրականում ABC-ն է թե Fox-ն չեմ հիշում։ Ասում է, որ իրականում այդ պոստերը ինքն է գրում բաներում, սոցցանցերում։ Ակնհայտ է, որ այդ պոստերը չեն անցնում որևիցե վերլուծական բան, զննում, ստուգում, ոչ մեկ չի ասում լավ է, վատ է, նույնիսկ Ռուբիոն չի բանանում։ Այսինքն սա կարող է հերթական բրդոցն է, մենք արդեն 100 օրվա մեջ պետք է սովորենք, որ ինքը բան է, տարիֆ on, տարիֆ off, տարին off, այսինքն ինքը սենց հայտարարեց, որ կարող ուրիշ բան հայտարարել, ասում ցավոք սրտի հիմա սենց է Վաշինգտոնում, եթե Տրամպը մի բան ասես, դու այդ ոչ մեկին չի հետաքրքրում, 3 անգամ պետք է ասի, որ նոր անենք, դա նորմալ է, հենց որ մի կողմ, այն որ ամպերը կուտակված են մերձավոր արևելքում, կասկածից վեր է, մենք ունենք Չինաստան, Պակիստան, կներեք, Հնդկաստան, հələ Չինաստանը չի խառնվել, մենք ունենք Հնդկաստան, Պակիստան, մենք երկրորդ օրնա Սիրիայում ունենք դրուզների, որոնց մեջքի հետևը կանգնած է Իսրայելը, որը ժամանակ առ ժամանակ մասնակցում է, եւ սիրիական նոր ռեժիմի, Թարիր ալ-Շամ Ջուլիանի, որի մեջքի հետևը կանգնած է Թուրքիա, խփոցին։ Հիմա այս խփոցու ընթացքում, որ Էրդողանը ասել է լավ կարաս իմ տարածքով անցնես, ես օրինակ Նետանյահուին խորհուրդ կտայի չանցնել, գտնել ուրիշ ճանապարհ, նույնիսկ Իրանի տարածքով անցնել, բայց ոչ մի դեպքում Թուրքիայի, որտեղ Թուրքիան ինձ խփեն։ Ասեմ ինչու, օրինակ հայտնի պատմությունա, որ հոկտեմբերի 7-ից հետո 24-23 թվականի, թե 24, հա 23, ինչ խնդալու է, հա 23 թվականի հոկտեմբերի 7-ից հետո այդ որ Գազայի հատվածից մտան Իսրայելը բան արեցին, Էրդողանը շարունակում էր առևտուրը, Թուրքիան չէ, Էրդողանը շարունակում էր առևտուրը Իսրայելի հետ։ Հետո բողոքնի ալիք բարձրացավ, այս արեցին, հետո մի պահ ասեց դե վերջ բան ու վիճակագրությունը հանեց, առաջ Իսրայելի հետ առևտուր կար, հիմա չկա։ Okay։ Իսրայելի հետ առևտուր չկա։ Ուղղակի նույն առևտուրը գնում է ուղղակի անունը գրած է Պաղեստին։ Հասկանում եք։ Պաղեստինի շրջափակման մեջ, բայց Էրդողանը Պաղեստինի հետ առևտուր է անում, ընդ որում իմացող մարդիկ ասում են բան, բազմոցներ բաներ ինչ-որ sense, մեբել, բան, տենց ինչ-որ մտածում ես լավ Պաղեստին, ինչ ես ծախում Պաղեստին, միլիարդավոր առևտուր է գնում, այսինքն Էրդողանը երբևիցե չի դադարել Իսրայելի հետ համագործակցել, սա պոնտ է, իրանք միասին են, միակ տեղը, որտեղ իրանք իրոք սրված հարաբերություններ ունեն, դա Սիրիան է, որովհետև Էրդողանի այդ օսմանական, նեո-օսմանական ցանկությունները գալի հանդիպում են Իսրայելի, մեծ Իսրայելի գաղափարի հետ, այդտեղ կա կոնֆլիկտ։ Հիմա ինչ վերաբերվում է, այստեղ մի երկու բառ պետք է ասեմ Թուրքիայի մասին, ուրեմն Թուրքիայի 10 տարվա պարտատոմսերը 10 տարվա մարման պարտատոմսերը 36.5% են, տարեկան տոկոսադրույքը 36.5%, հասկանում եք, չէ՞ որ այստեղ տնտեսության մասին խոսք լինել չի կարող, Կենտրոնական բանկը մի փոքր իջացրեց մինչև 42, բարձրացրեց հետ 46 թե նույնիսկ 48%, կենտրոնական բանկը, նշանակում է մնացածը վերջն է, Ռեզերվները պակասել է, հասել է վերջի նախորդ շաբաթվա ընթացքում եւս 3 միլիարդով պակասել է եւ օպերատիվ ռեզերվները հասանելի իջել է ինչ-որ դարել է 16 միլիարդ թե ինչ դոլար։ Հիշեցնեմ, որ 16 միլիարդ դոլարը դա այն գումարն է, մոտավորապես մի փոքր է պակաս, որը Էրդողանը ամեն տարի ծախսում էր սիրիական պատերազմի վրա։ Հələ որ այն ժամանակ, երբ որ ինքը բացառապես ահաբեկիչ էր պահում, այսինքն իրանց մի քիչ ուտելիք էր տալի, մի քիչ զենք էր տալի, մի քիչ բուժում էր։ Հիմա ինքը Սիրիան պետքա վերականգնի։ Հիմա ինքը Սիրիա պետքա հետ ուղարկի իր հաշվին, Սիրիայի փախստականներին, այսինքն այդ գումարը բավարար չի։
Ինչի են իրանք գնում Ադրբեջան։ Ադրբեջանը ունի պահոստային ֆոնդ։ Մոտավորապես հիմա ժամանակին 110 միլիարդ էր, հիմա իջել է, ծախսել է, մոտավորապես 90։ Այս 90 միլիարդի վրա աչք ունեն բոլորը։ Մասնավորապես նրանք, ովքեր իրան օժանդակել են, որպեսզի ինքը Ղարաբաղը կարողանա վերցնի ու յուրացնի։ Եվ հիմնական խաղացողները գալիս են։ Գալիս է Բիբին, որը ահռելի գումարների պակաս ունի, որտեղ գազայի հատված իրան ոչ մեկ չի բանանի, չի օգնի։ Բացի նրանից, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են քաղաքական կոնսուլտացիաներ սկսել ճանաչելու Պաղեստինի անկախությունը, այն որ մենք արդեն արել ենք։ Նորվեգիան երկրորդ դիմումով է գնում դատարան, որպեսզի Իսրայելի դեմ, որպեսզի վերականգնի Պաղեստինում գործող այդ ՄԱԿ-ի գրասենյակը, սա մի ահռելի վիճակ է, ահռելի մեծ ծավալ է խնդիրների, որը Նետանյախուի մոտ ինքը լավ ասենք գնաց մի հատ Օրբանին տեսավ։ Օրբանն էլ բանն է, հասկանում եք, ասենք մեկ-մեկ մարդիկ բան են անում, հա, Ալիևը Պուտինի ածանցյալն է, չէ՞։ Օրբանը Ալիևի ածանցյալն է։ Այդ վիրավորական է։ Այդ նվաստեցուցիչ է, որ Բիբին գնում է Օրբանի մոտ, որովհետև սա ածանցյալի ածանցյալ է։ Ոչ մեկը, հասկանում եք։ Ես հիշեցնեմ ժամանակին Լյուքսեմբուրգի վարչապետն էր Եվրամիության ղեկավարը, ազգանունը մոռացել եմ։ Ֆանտաստիկ կադր կար, Օրբանը գալիս է, ինքը բոլորին ձեռով բարևում է, Օրբանը գալիս է, ասում է Եվրոպայի վերջի դիկտատորը, ու մի թաթալոշ է տալիս։ Կամերաների դեմը գտեք, որ սենց է եղել, կադրը հա նայում է։ Օրբանը գալիս, վզակոթին մի հատ հագցնում, ասում է դավայանց։ Այդ դրա մոտ է Բիբին գնում։ Մարդ ում վզակոթին կամերաների դեմը Բրյուսելում հագցրել են։ Դուք լուրջ եք ասում։ Այսինքն ածանցյալ է ածանցյալ։ Բոլորը ովքեր կան այնտեղ։ Սա Ալիևի փողն է, որտեղ Ալիևը այդ բանի կուտոկի մեջ միակն է, որը պատժամիջոցների տակ չի։ Այդ չգիտեմ ինչի, ասում են, որ մարդիկ կան Եվրամիությունում, ովքեր լանդրոմատի մեջ հələ չեն բացահայտվել մինչև վերջ, իրանք են օգնում, որ Ալիևը իր փողերը հələ որ կարողանում է պահի։ Բայց էտա համ Թուրքիային այդ գումարը պետք, համ Իսրայելին այդ գումարը պետք, այդ սոուսի տակ ինչ ասես, իրանք հիմա իրան խոսք կտան։ Ընդ որում ասեմ, որ խոսք կտան, բան չեն անի։ Ասենք եթե Ալիևը ասի վաղ հարձակվում է Հայաստանի վրա, ոչ Բիբին, ոչ Էրդողանը չեն խառնվելու դրա մեջ։ Պուտինը կխառնվի, նրանք չեն խառնվի։ Որովհետև նրանք հենց հիմա ունեն պատերազմ տակ ու ոչ թե իրար հետ։ Այլ ամեն մեկը իր փայ։ Սա բավականին լուրջ բան է, մեծ խաղ է։ Այս խաղի ընթացքում Նիկոլի արածը անենց գիտեք, այդ էլ մեր համար է էլի վիրավորական, նստած ենք գծած sense դեմներս դրած է, նայում ենք մեծ խաղ է գնում, մեկը sense կեպկով հեծանիվով ասում է, ես կարմիր հրապարակ ադրբեջանցիներին ողջուն եմ, որ իրանք Արցախը Որում Ռուսաստանը հրաշալի գիտի թե դա ինչ է Հայաստանի համար։ Ահա, բա իհարկե։ Ես ուզում եմ հասկանամ ո՞նց է բուսնել այդ գաղափարը, որ ինքը պետք է գնա։ Ինչի համար։ Չէ, ես գիտեմ, որ իրանք միանգամից Հայաստանում մեծահասակների այդ պամպերսները, որը տանում են կառավարություն, բոլորինը միանգամից լցվել էր, երկու փաստ համընկել էր։ Վարտանիգը կոմունիստական տարոշով կրել էր լեննականի բանը, որ բոլորս հասկանում են կապ չունի։ Ուղղակի իրանց դեմ էին քվեարկում, մեկ էլ իրանց պայծառ ուղեղները, որոնք իրանց համար բան են, փորձանքաքննություն են անում, բերել են դեմները դրել են, տեսակ, Ամերիկան Ուկրաինային գցեց, տեսակ։ Այսինքն, ինչպես միշտ, ուստա վռազը, քանի որ բան չեն հասկանում միջազգային հարաբերություններից, զրո գիտելիք ունեն, զրո գաղափար ունեն աշխարհը ոնց է բանանում, նենց տպավորությունա, որ իրանք են սովետական միությունը Բրեժնևի վաղտվա, Ֆրանսիային կամ Անգլիայի արածին sense մի քիչ են նայում, բայց դրանք յանի ով են, ոչ բան չեն կարող անել, մենակ իրանք էլ մեկ է Ամերիկան, հա մեկ էլ Ավստրիան մի քիչ, Ավստրիան, մեկ էլ Ավստրիան, որտեղ երևի կինոյի այդ կտորն են մենակ տեսել։ Այս ամբողջ գործոնները sense եկե գումարվել է իրար, ու իրանք ասել են, վсё, հանձնվանք, բրծավ աշխարհը։
Գրանք մայիսի 9-ին կոշիկ լզենք, Ալիևը որ ասի կոշիկներս լզի, սրանք կլզեն։ Որտեղ իրանք չգիտեն ինչա կատարվում, ախրան դրա գիտեն։ 2-3 հոգի կա, որ բան են հասկանում, սրանք խոսք չի հասնում, թե տենց ինչ-որ բան, վերջ, մնացածը շպրտելու բան են, շպրտելու բան։ Ասում եմ կանգառներից պատահական հավաքած մարդիկ, հիպոթեք են հավաքել, մեգա դախլչիներին են ծառայում, ասում են ախպեր գնանք պարկենք Թուրքի տակ, մենակ մեզ էլ չանհանգստացնենք, մենք որոշում կայացնենք, ժողովրդավարություն անենք, կոռուպցիա վերացնենք, թո թուրքը մեր տեղը որոշի, իրանց գաղափարը էդ է։ Լուրջ եմ ասում։ Իրանց հիմա պայքարը են, որ ասում են Պուտինի ու բանի մեջ, Էրդողանի մեջ ուզում են 50-50 համենասատկելու, համենասատկում։ Համ նրա տնտեսությունն է 0 վարյա գնում, էլ Թուրքիայի տնտեսության մասին ձեն չեմ անում։ Թուրքիայի գնահատականը, որ մի քիչ Թուրքիայից հասկանան, հա, Էրդողանի կողմնակիցները վստահ են, որ հաջորդ ընտրությունները իրանք պարտվում են։ Էրդողանը ունակ չի Հայաստան յուրացնել, նույնիսկ եթե Նիկոլասի ես ուզում եմ կովիլա հետը դառնա։ Ունակ չի յուրացնելու։